Ժողովուրդ ջան, ողջույն։ Հուսով եմ բոլորդ լավ եք։ Մենք դեռ այստեղ ենք, բայց տոմսերը գնել ենք, շուտով մեկնում ենք Հայաստան, մի քանի օրից։ Ուրախ ես, Դավիթ։ Ամենաուրախը Դավիթն է, չնայած ես էլ եմ ուրախ։ Մենք թռնում ենք Թուրքիայով նորից, մեզ ամեն մեկից հասնում է 2 բագաժ, ասեմ իմանաք։ Նախ ասեցի չէ, որ ես անցյալ անգամ Թուրքիայով եմ գնացել ու շատ գոհ էի, դրա համար նորից Թուրքիայով ենք որոշել գնալ ու ժամերն է շատ հարմար, որ ոչ միտեղ երկար չենք սպասում եւ գնալուց եւ հետ գալուց։ Ընդամենը 2-3 ժամ։ Այդպես, բայց դա մի կողմ, ժողովուրդ, հիացած եմ ձեզանով։ Անչափ շնորհակալ եմ, իրոք հպարտանում եմ ձեզանով։ Էս ինչ հիանալի հետևորդների բանակ ունեմ ես։ Ձեր բոլորի սրտիկների, կոմենտների, ձեր լայքերի համար անչափ շնորհակալ եմ։ Իրոք մի այլ կարգի ոգևորված եմ։ Դրա համար նորից վլոգ եմ վերցրել նկարեմ, չնայած որ ժամանակս ահավոր սուղ է։ Հիմա խանութներ պիտի գնամ, իհարկե այսօր հազիվ մի խանութ հասցնեմ, որտեղ երեկոյան հրավիրված ենք, բայց այս արագության մեջ որոշել եմ վլոգ նկարահանել ու անգամ մտածում եմ, եթե չհասցնեմ մոնտաժ անել, ոչինչ կհասնեմ այնտեղից էլ մի հատված կդնեմ, կմոնտաժեմ ու վլոգը պատրաստ կլինի։ Ինչևէ, ասածս որն է, որ այնքան եմ ձեզանով ոգևորվել, որ անգամ այս սուղ ժամանակի մեջ որոշել եմ նորից վլոգ նկարել։ Խնդրում եմ ձեր տեմպը չգցեք, միշտ ինձ աջակցեք, ոգևորեք, եղեք իմ կողքին ու որ թափատալիս աշխատում եմ չխոսել, որ ձեր գլուխը չֆռա հանկարծ։ Այդպես, ինձ համար մի քանի բաներ ունեմ, խնամքի պարագաներ ունեմ գնելու, հիմնականում իմ դեմքի խնամքի պարագաները լինում են կորեական, այդ դրանք ուզում եմ ձեզ ցույց տալ։ Հետո մի քանի նոր շորեր եմ ուզում Դավիթին գնել, որովհետև գիտեք, երեխաները ժամ առ ժամ են մեծանում, մանավանդ Դավիթը։ Այդպես։ Մեզ մոտ ասել եմ, չէ, խանութներում այնքան են սառացնում, որ միշտ պիտի մի բան հետդ վերցնես, որ չսառես։ Դավիթին եմ հիմնականում ուզում նոր բաներ վերցնել, չնայած այնտեղ էլ ամեն ինչ կա, կարող եմ գնել, բայց ես սիրում եմ միշտ զապասը ունենալ։ Հա, Դավիթը քեյք փափ է ուզում Starbucks-ից։ Հա, գնանք տեսնենք, եթե նոր բան լինի, նորն է ուզում։ Բոլորը նույնն են, Դավ։ Չես ուզում։ Չէ։ Այստեղ շատ համեղ պիցցաներ կան, Դավիթը սիրում է չիզը, պանիրովը։ Կարծում եմ մի հատ ասա։ Մի հատ էլ անձեռոցիկով տակը մաքրի, հա դա։ Հիմա ինձ մանկական բաժինն է հետաքրքրում, ավելի շուտ Դավիթի բաժինը։ Այստեղից կարող եմ Դավիթին մի քանի հատ առօրյա շորիկներ վերցնել։ Ինչեր են սրանք։ Չէ։ Ինձ գույները շատ դուր չեն գալիս, հələ սա։ Սա չափսն է 8, Դավիթին երևի թե պետք է 12-14, մի հատ սա փորձեմ։ $10 մայկաներն են, $12 շորտերը։ Ուր է, բայց ինչ շորտիկ կա։ Սա ինչ է։ Չէ, սա երկարաթև բուսկաներ են։ Սա են շորտիկները։
Անցյալ տարի շատ հարմար շորցիկներ էի գնել, չեմ սիրում այս մատերիալ, այս կտորը։ Հիմա փորձում եմ նորից գտնել, հիմնականում H&M-ից եմ վերցնում, բայց այստեղ էլ ա եղել անցյալ տարի։ Այսպիսի փափուկ շորցիկներ մի երկու հատ արդեն գնել եմ, շատ հարմար է տանը հագնելու համար, ազատ է, շատ փափուկ են։ Այսրանցից։ Այսպիսի կտոր եմ ման գալիս, բայց չեմ սիրում, որ գոտի է պետք լինում։ Հիմնականում ռեզիններով եմ փորձում գտնել, որ հանգիստ միանգամից հագնի, ոչ թե մի հատ էլ մտածեմ գոտի կապեմ։ Բամբակյա տրուսիկներ եմ նայում։ Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ։ Սա շատ հարմար է, գույները բա ինչքան լավն են։ Այստեղ էլ այսպիսի տարբերակներ կան, բայց տարբերությունը չգիտեմ ինչումն է։ Սա $15 է, սա 13։ Չնայած որ քանակով նույնն են, հա։ Սա կվերցնեմ։ Դավ կուզես լողաս, չես ուզում, ինչի լավ եղանակը, լավ գնանք խանութ գանք հետո։ Ժողովուրդ ջան, ողջույն, հուսով եմ բոլորդ լավ եք, լավ է չէ, վիդեոյում ընդամենը մի րոպե է անցնում, բայց մեզ մոտ արդեն 1 օր անցել է, լավ ես Դավիթ, չի խանգարում, օքեյ։ Հիմա գնում ենք Բերլինգտոն։ Ձիկ Դավիթ, ինչի չէ նստիկի մարդիկ չվախենան։ Տնտիր տեղ ենք գտել պարկինգի։ Մտածում էինք պարկինգ չի լինի, բայց անմիջապես խանութի դիմացն ենք կայանել։ Գարդու բանանես, շես։ Տեսնեք ինչքան լավ բարձր են, փափուկ։ Ես կողմեմ, շատ լավն է։ Ես գնամ գամ, պիտի իմ բազմոցը փոխեմ, ընդամենը $20, ընտիր բանը։ Նախնականի համար մի հատ վերցնեմ, հետո կերևա։ Նայեք այստեղ էլ կա, աբստրակտ հետաքրքիր շատ։ Ու սա կարող ես հանել, տեսնում եք ցեպով է, լվանալ, նորից հագցնել։ Ընդամենը $20։ Ծաղիկների ինչ բնական են, $15, 15.99 բոլոր գներին պարտադիր պետք է ավելացնեք ավելացված արժեքի հարկը, թաքսերը պիտի ավելացնեք։ Դավ ջան, դե Դավիթը եկել է խաղալու համար։ Ես այստեղից շատ գեղեցիկ ինձ բրասլետներ էի գնել։ Տեսնում եք, սա էլ է շատ գեղեցիկ, ընդամենը $9, դե գումարենք, քանի 9, $1 էլ ավելացնենք, $10, շատ գեղեցիկ է, շատ։ Սա էլ է շատ գեղեցիկ։ $9 Թերմիկները, սա էլ է շատ նուրբ, $12 Ինչ արժի։ Այստեղ տեսնենք ինչեր կան։
Նայենք ինչ արժեր եւ հիմա ինչքան է դարձել։ Նայեք $138, իսկ հիմա ընդամենը $50։ Calvin Klein։ Եկեք այս գեսը նայենք։ $40։ Մի հատ նայեք ինչ լավ տարբերակ է։ 4 հատը միանգամից իրար հետ։ Մի հատ կախեմ ցույց տամ։ Տեսնեք։ Ընդամենը $36 է եղել, դարձել է 14.99 ու բոլորը տարբեր են։ Շատ հարմար գին է, երեխեքը տան մեջ, որ հիմա դրսում էլ բակում խաղում են, վարքյանական, չես էլ հասցնում արդեն փոխել։ Միանգամից մաշվում են։ Սա էլ է շատ լավ տարբերակ։ Շատ սիրուն է։ $26 է եղել, 26.50, հիմա տեսնենք ինչքան է դարձել, $8 և գումարած թաքսը։ Այս տարբերակն էլ է հարմար, սև, տեսնենք սա ինչ արժի, երևի նույն գինը, հա, $8, հա, նայքերը նայեք, նորից $10, բայց ասեմ իրական գինը ինչքան է եղել, $26, շատ սիրուն մայկաներ են, դա էլ է շատ գեղեցիկ, այս բաժինը ժողովուրդի իմ թուլությունն է, շատ եմ սիրում ուսումնասիրել, տեսնենք ինչեր կան, մի հատ գնանք բարձերի կողմը, տեսնենք այլ տեսականի կա, ոչ, ում ինչ է դուր գալիս, ասեք մոտենամ գինը նայեմ, ժողովուրդ, հասել եմ տուն, պատկերացնում եք այնքան սոված էի, որ էլ աչքիս ոչ մի բան չէր երևում, արագ նայել եմ, կիսատ նկարել եմ ու շուտ հասել եմ տուն, մի կտոր հաց կերա, հավի դոշով ավելի շուտ բան ունեի պատրաստած, երեկ էի տապակել, իդեպ շատ համեղ է արդեն ստացվում, դրա համար սարքում եմ, Դավիթը սիրում է։ Մենք իրար հետ կպատրաստենք, բայց արդեն Հայաստանում, որովհետև այստեղ չեմ հասցնի, մի քանի օրից գնում եմ, ասացի, բայց այնքան սոված էի, ուզում էի մի հատ սուպ, ուղղակի սուպ եմ ուզում, ջրալի, որովհետև մի բան, ու մտածեցի առանց ձեզ ոնց կարամ պատրաստեմ։ Իբր մտածում էի հիմա արագ ես կանեմ, ինչպես միշտ ասել եմ, չէ, ես ընտրում եմ ամենակարճ ու արագ տարբերակը, որովհետև մի բան պատրաստելու սա շատ արագ է պատրաստվում։ Հիմա ձեզ ցույց կտամ։ Այդպես, էլ ինչ, հա, մի կարևոր բան էլ էի ուզում, հիշում եմ, չեմ կերել հատուկ, դե ասացի չէ, որ արագ մի բան կերա, որ դիմանամ, միջև նկարահանեմ, որովհետև դրանից հետո էլ որոշել եմ էլի գնալ խանութ։ Ինչև է, բայց սա չեմ կերել, որ ձեզ ցույց տամ։ Նայեք ժողովուրդ, կոչվում է ալիգատոր, հիմա ձեզ կմոտեցնեմ կնայեք, իմ ամենասիրած քաղցրավենիքն է սա, ես էլ չեմ կարողանում ոչ մի տեսակի խմորեղեն ուտել, որովհետև բոլորի լիստիկները նույնն են, միայն կրեմներն է տարբեր, անգամ այդ կրեմները էլ չեմ հավանում, ինչև է, հիմա նայեք սա ինչ է, տեսնում եք ինչ է սա, շատ համեղ է, շատ, եթե ցանկություն ունեք փորձելու, կարող եք գալ մեզ մոտ, Գելսեն խանութ է կոչվում Հոլիվուդում, եթե ուրիշ տեղ կա, կարող եք այնտեղից էլ գնել, հիմա մի հատ կկտրեմ կտեսնեք։ Իդեպ սա տաքացրած էլ է շատ համեղ։ Մի հատ մեջը նայեք ժողովուրդ, այս նաչին կան տեսնում եք, սա ամենահամեղ մասն է։ Ու ես հիմնականում ընտրում եմ, որտեղ այս մասը շատ է։ Օրինակ տեսնում եք, այստեղ այդքան էլ չի, բայց այս մասը ամենահամեղ մասն է։ Հիմա կկտրեմ, ձեզ հետ մի կտոր կուտեմ։ Չեմ տեսնում, ինչ եմ կտրում, բայց ճիշտ եմ, կարծում եմ կտրում։ Մի հատ նայենք, տեսնում եք, չէ՞։ Բա ոնց չուտեմ։ Լուսինե, առանց ձայների։ Բայց առանց ձայների չի լինում ուտել։
Որտեղ պիտի որ վայելում ես ձայներով արտահայտես, չէ՞։ Ուժերս վերականգնեցի, հիմա կարամ հանգիստ ձեզ հետ գործանեմ, դրանից հետո էլ գնամ խանութ, բայց մի հատ ձեռքերս լվանամ, չէ, առաջինը սա հավաքեմ, նոր ձեռքերս լվանամ։ Սա իրա տոպրակով է, ասեմ իմանաք, որ չորանալու հավանականություն չկա եւ մի անգամ մեր աղջիկներից ինձ ասացին, որ տաքացնում նոր են ուտում, մայկրովեյում, ու ես փորձեցի, ժողովուրդ, ինչ համեղ էր, եթե ուզում եք այդպես էլ կարող եք փորձել։ Եվ հիմա պիտի լվանամ կաբաչկաները, դթմիկները, մի հատ գազար գտա, կարտոֆիլ կես հատ, օգտագործում եմ որ գնա, թե չէ մենք սովորաբար ես ճաշերի մեջ չեմ գցում կարտոֆիլ։ Դթմիկը հենց այսպես եմ կտրատելու ճաշի մեջ, բայց եթե վնասված մասեր կան կհանեմ։ Միայն գազարը կկլպենք ու վերջ եւ կարտոֆիլը։ Բասոխը սրանք լվացինք, բայց առաջինը գիտեք ինչ եմ ուզում անեմ, մի հատ հավը դնենք վրան, մանրեցնենք, դնենք վրան, թող եփվի, մինչև մենք մանր-մունր իրար հետ գործ կանենք, լավ։ Նա ձեզ այսպես շրջեմ։ Առաջինը ինչ, իհարկե ձեռնոցներ, մի հատ արագ հագնենք, ժողովուրդ, էլով է իմ նման, ունեք ես իմ վրա ահավոր ջղայնանում եմ, ասեք ինչ։ Ես իմանալով հանդերձ, որ Հայաստանում ամեն ինչ կա, չէ, խանութները իրար կպած, միևնույնն է, վերջին օրերին ինձ այսպես տանջելով, այս կողմից այն կողմ գցելով, տանում եմ խանութներով, անգամ ամենապրիմիտիվ բաներից սկսված, ես պիտի գնեմ, դրա համար վերջին օրերի լարվածությունս ավելի շատանում է։ Դե ոգևորությունս էլ այնքան մեծ է, ձեզանով այնքան եմ ոգևորվել, որ անգամ ուզում եմ մի հատ վլոգ միջև թռնելս պատրաստեմ նոր գնամ, անցնենք գործի, թե չէ կմնա, խանութը կփակվի, լավ, արագ անում ենք, շատ չեմ անում, ուրեմն մի հատ սովորական դոշ, տեսնում եք ամենա փոքր կտորա, փոքրիկ կտոր, սա եմ պատրաստում, որտեղ ուտողը միայն ես ու ամուսինս ենք, տղաս չի ուտում, տղաս այն մյուս կտորը, այ կսիրի, որ ես գիտեք ինչ եմ անում, մեջտեղից բարավ կտրատում եմ եւ ասացի չէ որ այդ սոուսն եմ պատրաստում, մեջը պահում եմ մի քանի րոպե, մենք միասին կսարքենք, չմտածեք, շատ համեղ է ստացվում, անգամ ամուսինս ասեց, լույս սրանից հետո միայն այսպես։ Այստեղի յուղերը, անգամ որ ես տեսնում եմ, գիտեք չէ, ես վատանում եմ, որ տեսնում եմ։ Դրա համար ինչ ենք անում, մի հատ էլ ջուր էլի առաջինը եռացնենք, հələ սպասեք ժողովուրդ, ոնց որ շուտ հագա։ Տեսնեք ինչ փոքր կաթսայով եմ պատրաստելու։ Սա թող եռա, ես անցնեմ գործի։ Փոքրիկ, կուբիկ։ Քան մանր լինի, այդքան շուտ կեպվի։ Երբեմն ասեմ, որ աղացած մսով եմ պատրաստել, օրինակ հենց հիմա հնդկահավի ավելի շուտ աղացած միս ունեմ, մեկ մտածում էի դրանով պատրաստեմ, հետո որոշեցի, որ լավ սրանով, նրանով կոլոլակներ կանեմ, մոտեցնեմ, տեսնեք ինչքան մանր եմ կտրատում, տեսակ, մանրեցրեցի, հիմա գազարը մի հատ մաքրենք, տեսնում եք, նայած գազար մաքրելու մեջ ինչ կա, որ տեսնեք, ով չգիտի, կարևորը սարքը սուր լինի, լավ, ես արագ անեմ, գիտեք ժողովուրդ, ես բոլորին խորհուրդ եմ տալիս այս աղացներից, այստեղ որ մենք օգտագործում ենք, չէ, միշտ լվացանի տակը, այստեղ աղացներ կան դրված, որ հիմա ես օրինակ սա արեցի, մի անգամից կլցնեմ, կմիացնեմ կաղա։ Բոլորին խորհուրդ եմ տալիս դա ունենալ տանը, որտեղ շատ հարմար բան է։ Եթե հիմա տեսնեմ երկու դդմիկը այս սուպին շատ է, ես վաղը մեկը կուտեմ զվացեղով։ Առավոտյան սովորաբար կամ գլազոկ եմ ուտում, կամ դդմիկով եմ ուտում, կամ սպանախով եմ ուտում։ Հիմնականում
ձուն պարտադիր առավոտյան ես ուտում եմ 2 հատ։ Մի հատ առաջինը գազարը մանրեցնենք, լավ մանրեցնենք, որովհետև գազարը ուշ է եփվում, մենք մանր կանենք, որ սա մեզ չխանգարի։ Գիտեք գազար ինչի եմ սիրում։ Ես չգիտեմ համը, որ անկեղծ ասեմ, այդքան չեմ զգացել, տեսքն է շատ սիրուն լինում, չէ՞ որ մեջը գազարագույն երանգ է էլի լինում։ Դե հավով սուպերինով է պամիդոր կամ որոցե մի բան անում, չէ՞, գույնը գազարն է։ Դրա համար եմ սիրում։ Նայեք ամենակարճ ճանապարհը որն է։ Սովորեք։ Արեցի ու մի անգամից կացայի մեջ մանր։ Նորից ոնց ենք վարունգը մանրեցնում ակրոշկաների համար, նույն ձևի էլ սա։ Խաղ ու պար չենք անելու։ Ով հավես ունի։ Կարտոֆիլն էլ փոքր կանենք։ Քարորտների։ Մի հատ բրինձը լցնենք։ Մի հատ խառնենք, արդեն եռում է, շատ լավ է, ամենակարևոր բաղադրիչը սխտորը, տեսնում եք, ես հենց այսպես մաքրած գնում եմ, ովքեր որ Հոլիվուդում են ապրում կարող են գնել առբատ, սա էլ այսպես, հիմա աղը կլցնեմ, զգուշ, ահա որ զգուշ եմ լցնում, սև պղպեղը կարող եք վերջում անել, բայց ինձ համար տարբերություն չկա։ Համերը կխառնվեն։ Ինչ մնաց, սա, սխտորը ասեմ ոնց եմ օգտագործում, նայեք։ Մի հատ ձեռնոցներս հագնեմ։ Տեսնում եք ինչ չափսի սխտորներ եմ վերցրել։ 2 հատը բավական է, որովհետև շատ չի ճաշը։ Ճաշը չէ, լավ ասեցի, սուպը ավելի լավ է հնչում։ Այսպես 4 մասի իրեն անում եմ, տեսակ, գցում եմ մի անգամից մեջը, սա բավականին մեծ է, օրինակ այսքան մեծ որ չլիներ, 2 հատ փոքր կվերցնեի, սա էլ մի քանի մասի այսպես, բարակ կտրատում եմ, երևում է, մի քանի մասի, հետո մեջ տեղից, կարևորը համը լինի, սխտորը պարտադիր է, շատ համեղաստացում սխտորով, հիմա կարտոֆիլը վերջում եմ պարտադիր լցնում, որովհետև լխվում է։ Եվ ինչ, տեսնում եք ինչքան հեշտ է։ Հիմա արագ կպատրաստվի, մնաց կաբաչկան, դթմիկն էլ մանրեցնեմ ու կարևոր բանը, բա սոխը, հիմա երևի մեկը գոռում էր, չէ, սոխը, լավ լսեցի, լավ հասցրեցի, լավ մի հատ սոխն էլ մաքրեմ, դե ասում եք էլի, հիմա հուսա չեմ հանելու նորից հագնեմ, դրա համար ես ուղղակի կլվանեմ օճառով, տեսնում եք օճառը, ավելի լավ է ձեռնոցներս լվանամ, քան ձեռքերս, սա արդեն եռում է, քիչ կիչեցնեմ, որ փակեմ հանկարծ չթափվի եւ հիմա սոխը կկտրատեմ։ Ասում են, չգիտեմ, երևի թե դուք եք լսել, որ եթե սոխը սառը ջրով լվանում ես կամ դնում ես մի 2 րոպե սառը ջրի մեջ, իբր էլ աչքերդ չեն արցունքոտում, չես լացում։ Ես չեմ փորձել, կամ էլ ոչ թե չեմ փորձել, այլ երկար ժամանակ չեմ թողել։ Ուղղակի լվացել եմ սառը ջրով ու վերջ։ Ինչ լավ է կեսը արեցի, զգում եմ, որ բավականին շատ է ստացվում։ Անցյալ անգամ ժողովուրդ, հիմա պատմեմ, ինչ էի արել։ Գնալուց առաջ, որ ամուսնուս թողել էի այստեղ, գնալուց առաջ իր համար մի մեծ կաթսայով տոլմա էի պատրաստել թփով, բլինչիկներ էի պատրաստել, մանթիներ էի պատրաստել ու ամբողջը թողել էի
Սարցարանում, մորազիլնիկում։ Հարցրեք, ո՞րն էր կերել դրանցից։ Միանշանակ չէր կպել ոչ մեկին։ Ես եկել եմ, միասին կերել ենք։ Հիմա կզարմանաք, բայց ինչ պիտի լիներ։ Ինչ պիտի լիներ, օրինակ մորազիլնիկում կաթսայով տոլման, ինչ պիտի լիներ։ Շատ համեղ էր։ Կերել եմ ողջ եւ առողջ։ Ձեր առջև։ Բլինչիկները ընտիր մնացել էր։ Ինչ հետաքրքիր են էլի տղամարդիկ։ Չնայած այնպես չի, որ ինքը չի սիրում պատրաստել կամ չի անի, չէ, պարզապես հերթ չի հասել։ Հերթ չի հասել, պատկերացնում եք։ Իսկ ես գնալուց առաջ, ասում եմ, չէ, ամեն անգամ գնալուց առաջ ինձ ինչ-որ մի բանով պիտի ես գեյ աստիճան լարված պահեմ։ Կարևոր չի, օրինակ հիմա խանութներով, դրանից առաջ ուտեստներով։ Ես սիրում եմ պարզապես, որ ես ինքս ունենամ իմ ձեռքի տակ ամենաանհրաժեշտ պարագաները, իրերը, դրա համար ես միշտ սիրում եմ իմ զապասով լինել։ Այսպես։ Տեսնում եք, կեսած սոխը ինչքան շատ եղավ։ Եթե տղաս սա ուտեր, գիտեք ինչ կանեի, ընդամենը սոխը կծյորկեի ու վերջ, նա չէր էլ տեսնի, բայց քանի որ չի ուտում, մեզ համար էլ մենք ամեն ինչ ուտում ենք։ 2 րոպեից արդեն կավելացնեմ դդմիկը։ Այսպես, մի հատ այստեղ մաքրազարդեմ, նոր միանամ ձեզ։ Ժողովուրդ արդեն լավ եռում է, կարամ կաբաչկան ավելացնեմ։ Okay, հիմա որ մեկը երևի սա։ Տեսակ ոնց արեցի։ Այսպես։ Երևում է։ Դա էլ այսպես։ Մեկը բավական էր։ Սա ես վաղը ձվածեղով կուտեմ։ Վերջ, մնաց կարտոֆիլը։ Հա, սամիթ եմ անպայման գցում։ Անպայման սամիթ, սև պղպեղ արեցինք, կարող է մի քիչ էլ անենք համը տեսնելուց հետո։ Եթե համեմել ունենաք տանը, հաստատ կարող եք անել, շատ համեղ հաստացվում, ես փորձել եմ։ Այդպես, բա մեր հայկական խանութների մրգերը, սալորները, մի հատ գույնը նայեք ժողովուրդ։ Մեր հայկական խանութների ամեն ինչը ընտիր է։ Բոլոր ապրանքները ընտիր են։ Միրգը ժողովուրդ, այս վերջերս պիտի լվանամ դնեմ, որ աչքս տեսնի նոր ուտեմ։ Ճիշտ են ասում, էլի, մարդ պիտի լսի իր օրգանիզմին, թե ինչ է այդ պահին ուզում։ Մի ժամանակ կար, որ ես ընդհանրապես չէի կարողանում միս ուտեի, հարաբերական ընդհանրապես, այսինքն պարտադիր չէր ամեն օր ուտեի, բայց եթե ես միրգ չուտեի, այնպիսի տպավորություններ ոնց որ սոված եմ մնացել։ Իսկ հիմա վերջին շրջանում ես միրգ չեմ կարողանում ուտել, որովհետև այլտեղ չի մնում։ Ինձ լրացնում եմ, կշտացնում եմ ծանր ուտեստներով, հարաբերական, այսինքն մսային կամ ճաշատեսակներով, մրգերը մղվում են հետին պլան։ Ժամանակ առ ժամանակ թելադրում է էլի քեզ քո օրգանիզմը, թե ինչա պետք։ Ու ես միանշանակ հետևում եմ։ Իմ սիրելի հետևորդներից ինձ խնդրել էին, որ միասին սպաս պատրաստենք, բայց հիմա չեմ կարող, որովհետև ես գնում եմ, իսկ այդ թանը Հայաստանում չկա, ես այստեղի թանով եմ պատրաստում, հետ կգամ, խոստանում եմ կպատրաստեմ, բայց թանը Սառնարանում կա, հիմա կարող եմ ցույց տալ։ Նայեք, այս թանով եմ պատրաստում ու շատ հեշտ, ընդամենը 1 հատ ձու եմ խառնում, դնում եմ կրակին, վերջում բլղուրը արդեն եփված, խառնում եմ, հենց եռումը անջատում եմ ու վերջ, շատ համեղ է անանուխով։ Մի հատ փորձեք, մինտ, անանուխ չէ, մի հատ ցանեք չոր անանուխ եք լցնում վրան, շատ համեղ է ստացվում, շատ։ Վերջ, հիմա կարտոֆիլը կավելացնեմ, որտեղ ամենալավ պահն է եփվածը։ Սա էլ կլինի, հետո սամիթ, կարող եք եւ թարմ սամիթ ավելացնել, եւ չոր, օրինակ ես ունեմ չոր, դրա համար չորն եմ ավելացնում, բայց որ գնամ խանութ հաստատ համեմ եմ բերելու, մի փոքր էլ համեմ կավելացնեմ։ Ինչքան, երևի մի այսքանը բավական է։ Հեսա լցնեմ կերևա։ Գիտեք, սամիթը հաբի հետ շատ համեղ է։
Շատ սիրուն տեսք ունի, գազերը կա, դեղինը կա, գազերագույնը կա, դեղինը կա, կանաչին էլ լցրեցի, արդեն մի քիչ խամրած գույնը փոխվեց, բայց որ մի հատ էլ թարմ համեմ լինի։ Ամենակարևորը չեմ արել, չէ՞։ Համը չենք տեսել։ Սպասեք մի հատ։ Մի հատ համը։ Միշտ վառվում եմ, խնդրում եմ համբերություն։ Լեզուս իրոք վառվել է։ Պատկերացրեք ժողովուրդ, անալի է։ Աղ։ Մի հատ էլ։ Մենք հյուրեր չենք սպասում, մենք այս ճաշը ոչ մեկին չենք հյուրասիրելու, և ես իմ գթալով նորից կարող եմ փորձել։ Այ հիմա շատ լավ է, շատ համեղ է։ Բայց ես արդեն այնքան բան եմ կերել, որ էլ սոված չեմ։ Երևի գնամ խանութ գամ, հետո ամուսնեկիս հետ կուտեմ։ Հա, բա ձեզ ոնց կարամ ցույց չտամ։ Դուք ոնց կարաք թողնեք այդպես գնաք առանց տեսնելու վերջնական արդյունքը իմ տիտանական աշխատանքի։ Չէ, ցույց կտամ։ Կարծում եմ, երբ այս վլոգը դուք նայեք, ես արդեն կամ Հայաստանում կլինեմ, կամ ճանապարհին։ Մի հատ եկեք նախնական տեսքը ցույց տամ։ Հիմա որ գնամ թարմ համեմն էլ բերեմ, պատկերացնում եք, ինչքան գունեղ ու սիրուն կլինի։ Լավ, վերջում տեսքը ցույց կտամ ափսեի մեջ արդեն։ Սա էլ վերջնական տեսքը։ Գեղեցիկ է, չէ՞։ Իրոք շատ գունեղ է ստացվել։ Վրան մի փոքր համեմ եմ լցրել, կարող եք դուք էլ փորձել։ Շատ համեղ է ստացվում այսպես։ Նայեք, թե ինչպես եմ ես ընտրում իմ աչքի տակի կրեմները։ Ուրեմն այսպես բոլորը դասավորում եմ, նկարում եմ, ուղարկում եմ GPT-ին։ Իհարկե ասում եմ տարիքս, մաշկիս որակը, եւ նա իմ փոխարեն ընտրում է։ Նույնն էլ գիշերայինը։ Նայեք ինչեր եմ վերցնելու ինձ հետ, ուրեմն իմ ցերեկային SPF կրեմները, որը տարիներով օգտագործում եմ։ Սա գիշերային կրեմ է կորեական, սա նմանապես։ Իդեպ ես բարբերաբար փոփոխում եմ, բայց հիմնականում այս կրեմներն եմ օգտագործում։ Սա ռետինոլ, բայց կորեական չի, իտալական, սա աչքի տակի համար է, նախատեսված կրեմ է։ Սա գել տարբերակն է նորից աչքի տակի համար։ Սա մաշկը վերականգնող սերում եւ C վիտամինը եւ վիտամինը միասին։ Այստեղ արդեն ճանապարհին ենք, ինչ սիրուն է, չէ՞ Մարիամուտը։ Դավիթս փորձում է քնել։ Սա Ստամբուլի օդանավակայանում ենք, բավականին մեծ օդանավակայան էր։ Իսկ այստեղ արդեն մենք տանն ենք, Հայաստանում։ Դավիթը այսպես ամեն օր վայելում է երեկոները, ավելի շուտ գիշեր է, երեկո չի։ Լավ է դա։ Մենք զբոսնում ենք Էջմիածնում, տեսնում եք ինչքան շնիկներ կան դրսում։ Սա էլ ես եմ, գեղեցկանում եմ իմ հետագա վլոգների համար։ Դե լավ մնացեք, պաչիկներ։